Շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ եւ շատ պարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ ըստ էության ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպեսին եւ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել։ Եվ հետեւաբար իմ կանխավարկածը այն է, որ այդ կուսակցությունը 5%-անոց կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար։ Եվ սա իմ մեծագույն հարգանքի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որտեղ եթե քաղաքական ուժը, ուժեղ Հայաստան կուսակցությունը իր կողմնակիցների մասին խոսալիս կամ իր որպես իր կողմնակից ցուցակագրվածների մասին խոսալիս ասում է շունուշանգյալ, ասենք այդ մարդիկ դրա արդյունքում պետքա այդ պիտակավորումը ընդունեն գնան քվեարկեն այդ կուսակցության օգտին, եթե ես սենց մտածեմ, անհարգալից է դա մարդկանց վերաբերել։ Եվ այդ խոսույթը ես չեմ օգտագործել։ Ես ընդամենը մեջբերում եմ արել իրենց օգտագործած խոսույթից, որը գաղտնալսումներով հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Այսինքն եւ ձեր հարցը, գիտեք, այնպիսի տպավորություն է, որ դուք ինձնից եք լսել այդ արտահայտությունը։ Դուք ինձնից չեք երկու տեղից ինձնից լսել եք մեջբերում։ Դրանք տարբեր բաներ են։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար